Պետք է համաձայնեցնենք թե ով է առաջինը խոսելու։ Ձեր գերազանցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պարոն նախագահ։ Նախ առաջին միախտագիտությունն եմ հայտնում դատավորների հանձնաժողովին այս մրցանակի համար։ Մեծ պատիվ է ստանալ մրցանակ, որը կրում է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Երջանկահիշատակ Շեյխի անունը։ Մեծն առաջնորդում գործողությունները եւ տեսլականը վերափոխել են Արաբական Միացյալ Էմիրությունները աշխարհի ամենաբարեկեցիկ եւ հաջողված երկրներից մեկին։ Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները իսկապես օրինակելի է բազմաթիվ երկրների համար, թե ինչպես վերափոխել երկիրը, ինչպես կառուցել հասարակություն, որն ապրում է խաղաղության, ներդաշնակության մեջ, հասարակություն, որը խորը կապեր ունի իր պատմական արմատների հետ, բայց միևնույն ժամանակ հայացքը հառած է դեպի ապագա։ Ցանկանա երախտագիտություն հայտնել նույն սրբություն մեծն իմամ դոկտոր Ահմեդ Ալ-Թայեբին եւ նորին սրբություն Հռոմի Պապին, ովքեր աջակցում են միջկրոնական երկխոսությանը եւ ջանքեր գործադրում, որպեսզի քաղաքակրթություններն ավելի մոտ դարձնեն միմյանց։ Ես երախտագիտություն եմ հայտնում նաեւ բոլոր գործընկերներին, ովքեր բարի խոսք էին հղել այս արարողության արդիվ, կրկին ընդգծելով, թե որքան կարևոր է խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ ոչ միայն մեր երկու երկրների համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս է, ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ես կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է, մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ, անկախություն ձեռք բերելուց ի վեր, մենք արագ ենք սովորում, վերջին 6 ամիսներին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, որը հյուրընկալեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գործընկերության, համագործակցության միջոցով մենք շարժվում ենք տևական եւ մշտական խաղաղության ուղղությամբ։ Ես կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությանը աջակցելու համար։ Նա երակոմ գագաթնաժողով հյուրընկալեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա։ Այդ կերպ վերջ դնելով 3 տասնամյակ երկար տևած արյունահեղ եւ մահաբեր հակամարտությանը։ Այս 6 ամիսներն, ինչպես ասացի, շատ կարևոր էին զարգացման համար, մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլ նաև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել։ Այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը եւ առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ ու մենք քննարկեցինք ինչպես առաջ շարժվել եւ միանշանակ է, որ այսօրվա մրցանակաբաշխությունը եւ մեր ջանքերի այս գնահատումը այսպիսի պատվարժան դատավորների հանձնաժողովի եւ մեր բոլոր բարեկամների կողմից շատ քաջալերող է։ Կարծում եմ, որ մեր օրինակը օրինակից պետք է դասեր առնել, որպես ճանապարհային քարտեզ ընդունել նրանց համար, ովքեր դեռ պատերազմում են։ Մեր օրինակը ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է, չնայած երկար տևած հակամարտությանը, չնայած տառապանքին եւ չնայած փոխադարձ անվստահությանը։ Դա հնարավոր է, երբ կա ուժեղ քաղաքական կամք երկու կողմերի մոտ եւ երբ այս գործընթացին աջակցում են բարեկամ երկրները եւ միջազգային հանրությունը։ Եվ իմ վերջին ասելիքը վերաբերում է այս մրցանակաբաշխությանը, որն այստեղ Աբու Դաբիում է կայանում։ Ես
Այն խորհրդանշական եմ համարում, քանի որ բանակցությունների վերջին շրջափուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցավ այստեղ նախորդ տարվա հուլիսին Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից միայն մեկ ամիս առաջ, այսինքն այստեղ Աբու Դաբիում մեր եղբայր Շեյխ Մոհամմեդի աջակցությամբ մենք վերջնական համաձայնության եկանք խաղաղություն հաստատելու մասին եւ հետո այն պաշտոնական դարձրեցինք Վաշինգտոնում։ Այս խորհրդանշական բան այսօր օդում թևածում է, ես կրկին երախտագիտություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր որոշում կայացրեցին մեզ հանձնել այս պատվաբեր մրցանակը, հեղինակավոր մրցանակը եւ բոլոր նրանց, ովքեր մեզ օգնեցին հասնելու խաղաղության։ Շատ շնորհակալություն։ Thank you very much. Շատ շնորհակալություն, մեծարգո գործընկերներ։ Պատվարժան, հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները միավորվել են կիսելու մարդկային եղբայրության Զայեդ պատվավոր մրցանակը։ Ի նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան-Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստեյության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաեւ միջազգային հանրության աջակցության դրսեւորում է։ Քանի որ որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ, եւ ես կցանկանայի երախտագիտությունս ու գնահատանքս հայտնել դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումն անկասկած ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Այս մրցանակը հիմնադրվել է Նորին գերազանցություն Ալ-Ազհարի գերագույն իմամի եւ Նորին սրբություն Հռոմի պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Տիկնայք եւ պարոնայք, անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ Խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Սակայն չնայած մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։ Հետևաբար այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ զգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի,
but the continuation of Բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք։ On this remarkable occasion of receiving this honorary Zayed Award Զայեդի մարդկային եղբայրության այս պատվավոր մրցանակը ստանալու նշանակալի առիթով կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածության եւ խաղաղության իդեալին նվիրվածության գործոններն էին հիմնական գործոնները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար եւ հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակը ստաժանվույնս շնորհելու արարողությանը։ Մի բան ինչին արժանի է, շնորհակալություն եւ թույլ տվեք հատուկ երախտագիտությունս ու արգանքս հայտնել նորին մեծություն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին եւ այս գեղեցիկ երկրի հիմնադիր հայր երջանկայի շատակ եւ պատվարժան Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանին։ Շատ շնորհակալություն։